Փհենյանը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է նոր ստորջրյա միջուկային անօդաչու թռչող սարքը, որը կարող է ռադիոակտիվ ցունամի առաջացնելով ոչնչացնել նավահանգիստներն ու ռազմածովային նավատորմերը։ Վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերում նոր սարքի իրական սպառնալիքին, սակայն փորձարկումն ընդգծում է Փհենյանի միջուկային հզորությունը մեծացնելու փորձը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ է վերահսկել փորձարկումները։ Փհենյանը նաև ռազմավարական թևավոր հրթիռներ է արձակել հագեցած միջուկային մարտագլխիկ մոդելավորող փորձնական մարտագլխիկով։ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Կանադա կատարած այցի ժամանակ Օտավայում երաշխավորել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում կոնֆլիկտի մեջ մտնել Իրանի հետ։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ նա հրամայել էր Սիրիայում ավիահարվածներ հասցնել, որոնց հետևանքով զոհվել էր 14 մարտիկ։ Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ հինգշաբթի օրը մեկ ապալառու է զոհվել, 5 զինվոր վիրավորվել է, երբ իրանական ծագումով պայթուցիկ անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքեի մերձակայքում գտնվող բազայի սպասարկման օբյեկտին։ Ֆրանսիայում ճգնաժամը խորանում է, կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը նոր թափ են հավաքում։ 3 ամբողջ երկրով 1 միլիոնից ավելի մարդ է փողոց դուրս եկել։ Փարիզում բողոքի ակցիաներն ուղեկցվել են բռնություններով, ոստիկանների ուղղությամբ քարեր, շշեր են նետվել, կոտրվել են խանութի ապակիներ, հրկիզվել են մեքենաներ, աղբամաններ, այրվել է Բորդոյի քաղաքապետարանի մուտքը։ Իրավապահները ուժ են կիրառել, մոտ 500 մարդ է ձերբակալվել, 400-ից ավելի ոստիկան վնասվածք ստացել։ Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի թագավորի Փարիզ կիրակի նախատեսված այցը հետաձգվում է։ Տասնյակ հազարավոր մուսուլման հավատացյալներ մասնակցել են աղոթքին Երուսաղեմի մզկիթների էսպլանադում։ Ըստ պաշտոնյաների աղոթքը տեղի է ունեցել խաղաղ մթնոլորտում, չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում բռնության վերսկսման մտավախություններին։ Մզկիթների էսպլանադը իսլամի երրորդ սուրբ վայրը գտնվում է Երուսաղեմի արևելյան մասում, որը օկուպացվել և բռնակցվել է Իսրայելի կողմից 1967 թվականին։ Նախկինում տեղի են ունեցել կատաղի մարտեր պաղեստինցիների և իսրայելցիների միջև, հատկապես Ռամադանի ընթացքում, որը մուսուլմանների համար պարտադիր ծոմ պահելու ամիսն է։ Blue Origin դիեզերական ընկերությունը հայտարարել է, որ հրթիռների թռիչքների վերակտիվացումը շուտով կլինի։ Ընկերության New Shepard հրթիռը հիմնականում օգտագործվում է Տեխասից մեկնարկած դիեզերական զբոսաշրջային թռիչքների համար։ Նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած վթարի պահին այն միայն գիտափորձեր է իրականացրել նավի վրա։ Ընկերությունը դիեզերք է ուղարկել 32 մարդու 2021 թվականի հուլիսից, երբ առաջին թռիչքին մասնակցել է նախագահ Ջեֆ Բեզոսը։ Խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Իսպանիայում, որը ստիպել է տարհանել մոտ 1500 մարդու։ Երկրի արևելքում եղանակային անբարենպաստ պայմանների ֆոնին հրդեհը դարձել է անկառավարելի։ Անտառային կրակի դեմ պայքարում է ավելի քան 500 հրշեջ 20 օդային միջոցների աջակցությամբ։ Արդեն իսկ այրվել է ավելի քան 3000 հեկտար տարածք։ Նահանգի ղեկավարությունը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական, քանի որ կրակը շարունակում է ընդլայնվել և մոտենալ Սիերա դե Էսպադանի բնական պարկին։ Համարձակ